Ինձ էլ ասեք, ամել կարծում եմ օգնենք վիճակագրության կոմիտեին, այս վիճակից դուրս գա, գիտեմ քաղաքական ճնշումները մեծանում են, մարդը պետք է թիվ նկարի, որ այդ թիվը հաճելի լինի քաղաքական մեծամասնության համար, բայց դե մասնագիտական կառույցը օգնենք մի քիչ գոնե այդ նկարելու ժամանակ շատ այտենց տգեղ բաներ չլինի, այս օգնենք իրանց, բայց հիմա մի հատ էլ հարց կա, ես այցելում եմ նաև տարբեր համայնքներ, գյուղական բնակավայրեր, տեսեք, ուրեմն բավականին մեծ խոսույթ կա հիմա, որ անցնում ենք անկանխիկ շրջանառության եւ բոնուսները նախատեսված այդ անկանխիկ շրջանառության համար եւ այլն եւ նախատեսվելու է, սա կարևոր թեմա է, բայց գանք գետնի վրա բավականին շատ գյուղական համայնքներ կան, որոնց բնակիչները օրինակ ուղիղ ինձ արձագանքել են, որ ասենք որևէ բանկ այդտեղ բանկոմատ չունի, ենթադրենք, կամ այդ տարածքում չկա։ Եվ մարդիկ այդ կոնկրետ մարդիկ են եւ հիմա չասեմ 10-20-ը շատ է թե քիչ, բայց կոնկրետ այդ մարդիկ բողոքում են, ասում են մենք որպեսզի կարողանանք քարտով մեր թոշակը կամ աշխատավարձը եւ այլ նաեւ կանխիկացնենք, ստիպված մեծ ծախս ենք անում 3000, 5000 դրամ, որպեսզի կարողանանք, ասենք 20-30 հազար դրամ կանխիկացնենք։ Սա խնդիր է, ինչպես եք մտածում այս շուրջ, որտեղ դա նաեւ ձեր տիրույթն է։ Ըստ էության քաղաքականության տեսանկյունից երկու ճանապարհ կա։ Կամ որովհետև ինքը բիզնես է, չէ՞, ըստ էության եթե դու բանկոմատ ես դնում, ինքը պիտի արդարացված լինի բիզնես տեսանկյունից։ Մենք որոշակի համայնքներում, որոնք որ սահմանամերձ են բանեն, օգնել ենք, փորձել ենք ինչ-որ լուծումներ գտնել այդ մեկ, բայց այդ ոնց որ ինստիտուցիոնալ լուծում չի։ Ինստիտուցիոնալ լուծումը անկանխիկի ավելացումն է։ Այսինքն այդ գյուղական համայնքներում իրանց կարիքները բավարարելու համար խանութներում իրանք պիտի վճարեն անկանխիկ եղանակով։ Դե ժամանակ է ուզում, բայց այդտեղ բանկոմատ դնելն էլ որոշակի ժամանակ է տանելու։ Դրա համար ասում եմ ինստիտուցիոնալ խնդիրը իմ պատկերացմամբ այդ անելն է, որովհետև փոքր գյուղերում, որտեղ կա մի քանի 100 բնակիչ ու ենթադրենք կանխիկացումը տեղի է ունենում ամսական մի անգամ, երբ որ թոշակ են ստանում, այդտեղ տանել հսկայական ներդրում անել այդ բանկոմատը դնել, մի քիչ տնտեսական տեսանկյունից կարող է արդարացված չլինի։ Շնորհակալություն։